Էրիկ Եղիազարյանի մայրիկն է Մանուշ Սահակյանը, ինչ ասեմ, 9 ամսվա զինծառայող էր, երբ որ պատերազմը սկսեց, ու այն զինվորներ, որ ինքը հպարտ էր, որ ծառայում է հայրենիքի համար, հայոց բանակի համար, արծիվ էր, ու ճանապարհելուց էլ ես ինքս այնքան հպարտ էի, որ գրել էի արծիվ տղես բանակա գնում, ինչ ասեմ, հիմա հպարտ եմ, արծիվ տղես հողի տակնա, ինչ ասեմ։ Որտեղ է ծառայել։ Սանասար, առաջվա Կուբատլուն, որը մեր հրաշք վարչապետն ասում է երբևիցե մերը չի եղել։ Ասում է 19 տարեկան զինվորը ինչ գործ ուներ իրա տղեն, որ ծառայում էր, ինչ գործ ուներ իրա կինը, որ ջոկատ էր հավաքում, ինչ գործ ուներ ինքը, որ տղաներին կանչում էր, ասում էր եկեք, ինչ էր կանչում, նպատակը որն էր, սպանդե երեխեքին, որ տանեին գառան պես մատաղանեին երեխեքին, ես իմ տղու համար եմ ասում, իմ տղուն ինչի պիտի մատաղանեին, որ ինչ-որ մեկի երեխեն լավ ապրեր, կամ ինչ-որ մեկը ապրեր, ովա որոշե հետ, ովա ինչ-որ մեկին իրավունք տվե, ճակատագիր խեղել, չգիտեմ, ինքան դաժան է, հիմա ծնողը նստի իրա երեխու շիրիմի մոտ, ինչ հիշեմ, ես չեմ հիշում ինքը իմ հետը, ամեն օր իմ հետ, Ոնց է եղել դեպքը, գիտեք, շատ մանրամասներ։ Հոկտեմբերի 6-ին իր հետ խոսացել ենք, ինքը մարտունակ, ուրախ, զվարթ, ճիշտ է, ինչ-որ մի պահ զգում էի, որ վերջապես երեխա են իրանք, 18 տարեկանը հասուն մարդ չի։ Ես իրան ասի, խայսաթիդ համաձայն գլուխդ չտնգես տղես առաջ գնաս, ինքը ինձ սաստեց, մամ, էդ ինչ ես ասում, դու քո տղուն լավ չես ճանաչում, ասի դե ինչ ասեմ, ընկերներիդ մենակ չթողես, ասեցի երբեք, Ջաբրայիլում զոհվե հոկտեմբերի 8-ին, ռազմավարական դիրքը հետ գրավելուց, սնայպերն խփե 2 անգամ գլխին ու սրտին, 2 անգամ ցավոտ, ամսինին մեզ ասել է ընկերոջ հայրը, որ ձեր տղան մահացել է, տեր կանգնեք մարմնին, իսկ ինչ է նշանակում տեր կանգնել մարմնին, որտև էդ էլ էր ծրագիր տղաներին չտալը մեզ, որտև իմ երեխու վայենի բիլետը գրպանում դրած, արդեն մինչև հասել է, չի եղել դոկումենտը երեխու, ինչի չի եղել, ուրակոր է, ուրա անհայտած է երեխու դոկումենտը, վայենի բիլետը, ինչ ծրագիր էր սկզբից դրված, վախեցնել, աղավաղել ամեն ինչը ու հասան իրանց նպատակին, հասան այս տղերքին սպանելով բոլորին վախեցնեն, որ ոչ մեկ ռիսկ չանի դուրս գա, մահանա, նպատակ, որ պատերազմ չլինի, ինչ, հիմա էլ պիտի ասի մուսուլմանությունը ընդունեք, թե չէ կկոտորեն, էդ է մնացել է էդ, ու վերջ, ու ցավնենա, որ բոլորը լուռ են, ու ինչքան պիտի լռեն, ես չգիտեմ, վերջը սրա ինչա լինելու։ Տղերքին զոհաբերեցին, հայրենիքը հանձնում են, տարածքները հանձնում են, հերոսները չեն հիշվում, եւ դրա հետ միաժամանակ խոսում է խաղաղությունից եւ հայտարարում, որ 2026-ին ինձ ձայն տվեք, որ հաստատեմ խաղաղություն։ Իրանք անգամ հերոսի կոչումը աղավաղեցին։ Էսի մի հատ լավ մշակված պլան էր, անգամ հերոս կոչումը աղավաղեցին։ Հերոս տվեցին, բոլորը հերոս են պատերազմի դաշտում, այս մայրերի կռիվներ հերոսի։ Ու մայրերը ինչ-որ տեղ էլ բերեցին սրան, որ հերոս բառը աղավաղվեց, զենք չբռնածը, մի ամսվա զորակոչիկը, բունկերում նստածը ոնց կարա հերոս լինի, կասեք իմանամ, այ այդտեղից էլ եկավ այս ամեն ինչը,
փառք մեր տղերքին, սա տղերքի կռիվը չի, սա մեր կռիվն է։ Այլ եմ ասում, իրանք ամեն ինչ արեցին, որ բերեն այսօրվան, խոնարհվում է ծնողների առաջ, այն ծնողի, որ իր հետ նորաձև սքալա սովոր է, այդ ծնողի առաջ է խոնարհվում, ինքը մենակ կարա տես ծնողների առաջ խոնարհվի, ոչ իմ առաջ, էլ եմ ասում, ես իմ տեղը խոսամ, մյուսի տեղը չխոսամ, իմ դեմը ինքը չի կարա խոնարհվի, ինքը իմ տունն է քանդե, իրա խոնարհումն է պետք, էլ եմ ասում, նորաձև սքացողների դեմն է խոնարհվում, որ ասում են, տղուս կորցրին քեզ գտանք, Աննայի հետ դիսկոտեկաներում պարողների դեմն է խոնարհվում, իմ նման ծնողի դեմը ինքը չի կարա խոնարհվի, ինքը իմ դավաճանն է, իմ ընտանիքի դավաճանն է, իսկ ընտրություններին, եթե ազգ ուզում է մուսուլման դառնա, թող ընտրի իրան։